սպիչի սպիանալու հույս էլ չունի։ Չէ, հետո ուզում ասել շատ երկար էլ դեռ բաց կմնա։ Ու ես չեմ ուզում սպիանա։ Ես չեմ ուզում դառնալ ինչ որ ինչ ասեմ, պլաստմասե անհիշողություն անց, որը որ որոշում է ապրել հանգիստ ու խաղաղ ու ընդհանրապես ինքը բան է, ամեն ինչ լավ է փառք Աստծո։ Նազենի ջան, անչափ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալությունս հայտնել, որովհետեւ շատ գեղեցիկ ասմունքի երեկո էր կազմակերպել եւ շատ պատվավոր էր, որ մենք եղանք հովանավոր, իդեմս Imperator Lafermi, որովհետև հովանավորչությունը դա մի բան չէ, որ ուղակի դու հովանավոր ես, մենք ինքներս ընտրում ենք եւ շատ գեղեցիկ էր ամեն ինչ, մանրամասն ընտրված եւ շատ հուզմունքային, էմոցիոնալ, նման էմոցիաներ երևի վաղուց ես ինքս չէի ապրել։ Նախ բարի օր, ես եմ անասելի շնորհակալ, որ այդ օրը կայիք, ներկայիք մեր բացառիկ եւ հատնտիր հանդիսատեսի հետ միասին եւ կրկնակի շնորհակալ եմ, որ աջակցել եք, ինչի մասին ես իմացել եմ արդեն հենց այդ օրերին ու պարզվեց, որ կան իսկապես ու մաքուր հայկական ազգային արժեքներով գեղեցիկ արվեստը սիրող ու գնահատող ընկերություններ, անձեր, որոնք որ ես գիտեմ, որ դա ձեզ շատ չի վերադառնում ֆինանսապես, բայց ես գիտեմ նաև ինչքան կարևոր է ճիշտ ներդրում անել տարբեր ստեղծագործական ընթացքների մեջ ու ես շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ եւ իմ ներկայությունը բանաստեղծական երեկոյով դիտարկել եք որպես լավ որակով ու ձեր ներկայությամբ, ձեր աջակցությամբ ինձ համար շատ ամուր թիկունք եք, շատ շնորհակալ եմ։ Միանշանակ, որովհետեւ ինչ որ կերպ փորձում ենք մեր մշակույթը պահել ԱՄՆ-ում, որովհետեւ այո, ինչ խոսք միայն գումարով կամ գովազդի հիման վրա գումար աշխատելով չէ, այստեղ մենք ինքներս լինելով հայ, երևի թե պետք է պահպանենք, պահենք հայ մշակույթը հենց օտար ափերում եւ այսօր միգուցե եւ չշեղվելով ինֆորմատից կուզենայի խոսենք հենց մեր մշակույթի մասին շատ եք դուք ճանապարհորդում շատ եւ նաեւ ԱՄՆ-ում վաղուց գալիս գնում եք ինչ փոփոխություններ եք տեսնում ԱՄՆ-ում հայկական մշակույթի պահպանման մեջ եւ առհասարակ արդյոք պահպանվում է այն թե տարիների ընթացքում դուք նկատում եք որ մեր երիտասարդները ամեն դեպքում կորցնում են մեր արժեքներն ու մշակույթը մեր ադատներն ու տարազները Լուսի ջան, շատ խորը, լայն եւ ընդգրկուն հարց է սա, որ պատասխանը մեկ էլ վերջում կասենք ցտեսություն միմյանց, բայց ես կփորձեմ հակիրճ լինել ու ավելի դինամիկ պատասխանել։ Նախ երևի այսօր ամենակարևոր տեղը, որտեղ պետք է պահել հայոց մշակույթը, դա Հայաստանն է։ Այո։ Որքան էլ ցավալի չի իմ այս խոսքը։ Պարզվում է ամենից շատ պաշտպանություն Հայաստանում ունի, պաշտպանության կարիք ունի Հայաստանում, հայոց ազգային մշակույթը, հայոց արժեքները, հայոց այբուբենը, հայկական մաքուր երաժշտությունը, արդեն հայոց պոեզիան, որովհետև անգամ գրաքննություն է իրականացվում այսօր, ինչը մեզ եթե պատմեին ապագայից եկած մարդիկ կզարմանային։ Չէինք հավատա։ Չէինք հավատա։ Բայց փաստ է այսօր, ցավալի փաստ է եւ իրականություն է, ասում եմ եւ փշաքաղվում եմ։ Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մասնավորեցնենք Լոս Անջելեսին, Կալիֆոռնիային, որովհետեւ հայր այստեղ են մեր համայնքը մեծ։ Հայաշատ է։ Գիտեք, ժամանակին երբ գալիս էինք, ես 2006 թվականից եմ գործի բերումով գալիս գնում ու հիմնականում գալիս եմ գործի բերումով, թեև միշտ ունեցել եմ տուրիստական վիզաներ, բայց այս վերջերս անդրադարձա, որ ես իմ տուրիստական վիզայով այնքան քիչ եմ գալիս գնում կամ գալիս եմ, եթե գնում եմ ենթադրենք ուրիշ տեղ, հետո պետք է վերադառնամ, նոր այդ ժամանակ է արդեն տուրիստականը, հա, որովհետև աշխատանքի համար պարտավորված ես ունենալու աշխատանքային տվյալ կատեգորիայի վիզա։ Գիտեք, էմիգրացիոն հարցերով մասնագետը դուք եք։ Ինչն է տարբերվել շատ նախկին ժամանակների ու ներկայիս միջև։ Առաջ շատ էր սփյուռքը, բառացիորեն սփյուռքը, որը ցեղասպանված հայության սերունդներն էին, առաջին, երկրորդ, երրորդ սերունդները եւ նույնիսկ երրորդ սերնդի պարագային չէին ուծացվում ու պահում էին իրենց ազգայինը։ Պահում էին կարոտը, պահում էին մեկը Սասունից էր, մեկը Վանից էր, կապ չունի ով որ Մշից, հա, տարբեր տեղերից ամեն մեկը պահում էր եւ իր ազգային կարոտը ու դրանով արժեքը վառ էր պահում, այո։ Եվ միևնույն ժամանակ շատ կարևոր կամուրջ էին հանդիսանում Հայաստանի միջև ու մենք ունեինք եռամիասնությունը մեր ուժի Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Այո։ Հիմա կա
կիսատված Հայաստանը, կա շատ վիրավոր Սփյուռքը եւ ես վստահ եմ, որ կլինի հետագայում Արցախը։ Այսինքն այդ երամիասնությունից որևէ կոմպոնենտ պակասելու պարագային մենք հիվանդանում ենք ու ոչնչացնում, ինչը փաստ է այսօր։ Հիմա այսօր Սփյուռքի փոխարեն Կալիֆոռնիան ավելի շատ է հայաստանցիներով։ Եվ սա ինձ համար այնքան ցավոտ հարցերից է, որ ես փորձում եմ դրա մեջ գտնել շատ դրական բաներ։ Դրական են առումով, որ երբ որ գալիս եմ այստեղ, այնքան շատ է հարազատ հոգիների քանակը, որ չեմ զգում ինձ օտար երկրում։ Ոնց որ երկրորդ տուն։ Իսկապես տամպես է, շատ հարազատ է, որովհետև իմ նույնիսկ անծանոթ մարդիկ երբ որ փողոցում հանդիպում են, իրենք այդ կարոտով, այդ հայաստանյան ոգևորությամբ ու իրենց յուրահատուկ արվեստով ամեն կերպ փորձում են աջակցել, գան, լինել, հետը ինչ որ հյուրասիրություն այս այնը, օգնություն ամեն կերպ, անգամ օտարները, բայց իհարկե սա ինձ համար ցավոտ թեմա է։ Ես միշտ ասում եմ, եկեք գնանք միասին Հայաստան, եկեք գնանք իրար հետ մեր գոյության համար ոգևորված ապրենք, ոչ թե պայքարի կռիվ տանք, այսինքն գոյության կռիվ տանք, այլ այդ սիրո ապրելու պայքար լինի, էլի, որ առողջանանք բոլորս մեկս մեկով։ Եվ հիմա երբ որ ես նայում եմ արդեն արվեստի ու մշակույթի դրսևորումները այստեղ, ես շատ հասկանում եմ, որ ուժեղ է հայաստանյան ձեռագիրը։ Եվ անգամ Սփյուռքից եկածները ու սփյուռքահայերը միասին հայաստանցիների հետ շատ հետաքրքիր մի հատ բան են ձևավորել, նոր ծառ, որը առաջ ավելի դիստանցիա ուներ, անջրպետներ ուներ, մի տեսակ այդ ներքին գուցե խանդը ուներ, մեծ բնորոշ էին ամեն դեպքում դնում։ Եվ արժեքային եւ որոշ դեպքերում նաեւ մշակութային, անկախ հայ լինելուց բոլոր կողմերի։ Իսկ հիմա այդ համընդհանուր ցավը, համընդհանուր կորուստը եւ համընդհանուր խնդիրները յուրահատուկ միացում են դարձել։ Պարզ է, որ էլի կան անջատումներ, պարզ է, որ կան ոչ որակյալ հայեր, պարզ է, այդ ամեն ինչը կա, հիմա չկա ասք, որտեղ այդ ամբողջը չկա։ Բայց ես երբ ընդհանրական նայում եմ ու հետո գալիս էստեղ տակից մասնավոր եմ դիտարկում, հասկանում եմ, որ ձևավորվել է մի նոր հայկական նոր Սփյուռք, կարող եմ այսպես ասել, որը տարբեր է առաջվա Սփյուռքից, բայց ոչ թե վատ կամ լավ առումներով, այլ ուղղակի իր բազմադեմությամբ, շատ յուրահատուկ ու տարբեր են յուրաքանչյուրը։ Եվ այդ բոլոր խմբերը իրար հետ հիմա ձևավորում են ինչ-որ նոր հայկականություն։ Ես շատ կուզենամ, որ այդ հայկականությունը հետագայում նորից դառնա մեծ կամուրջ ու սկսի հետ բերել մարդկանց եւ տեսնում եմ այդ։ Ես տեսնում եմ, որ շատերը բարկությունից անգամ որոշում են վերադառնալ, ընդ որում պարզ է, որ ոչ մեկին հեշտ չի Հայաստանում, ինչպես եւ այստեղ, բայց ինձ դուր է գալիս, որ որոշ մարդկանց պարագային դժվարությունն էլ չի վախեցնում։ Եվ մենք այնքան ցավ ու կորուստ տեսանք, ամոթ այդքանից հետո վախենալ մանր կենցաղային խառը տարբեր հարցերից, էլի, իսկապես ամոթ է մեզ։ Եվ այս վերջերս ամեն անգամ, երբ գալիս եմ բանաստեղծական երեկոյով, նաև այս վերջին անգամ, երբ այստեղ էի սեպտեմբերի 4-ին, դուք չեք պատկերացնում, հիմա հեշտ է ասել sold out, բայց ինձ համար այդ 600 քանի հոգին, որոնք տոմս էին գնել, եկել էին, իմ գոլեգաներն էին այդտեղ, որոնք ոչ մի նեղություն չէին տվել ասելու, բա տոմս չունենք մենք։ Մարդիկ գնել էին իրենց օրվա չարքաշ աշխատանքով այդ գումարը տրամադրել էին, գնել էին եւ եկել էին։ Եկել էին ամենայուրահատուկ ու շատ պատրաստված մարդիկ, տղամարդիկ, կանայք, երիտասարդները, որոնք երբ որ ես տեսնում եմ սրահում նստած, ամեն անգամ շնորհակալությամբ եմ էլի ասում դիմում, որ ինչքան լավ է, որ ես տարբեր սերունդների հետ դեռ այդ զարկերակը զգում եմ եւ իրենք էլ ինձ կյանք են տալիս, որովհետեւ դու կարող ես լինել ոչ վատ արվեստագետ, բայց չունենալ ուշադրության այդ տոկոսն ու այդքան սերը, օրինակ որքան ունեմ ես, անկախ տարիների, անկախ ցավերի, անկախ խառը հարցերի գոյությունից։ Եվ բոլորը մեծ մասը եկել էին ծաղիկներով։ Իհարկե։ Ինձ կողքի դիտողներն ասում էին, բայց Ամերիկայում այնքան հազվագյուտ բան է, որ այդպես գան, նստեն առանց անտրակտի, ուշադիր լսեն, ծպտուն չհանեն, հեռախոս չզնգան, ծաղիկներով լինեն, չուտեն արանքում, չխմեն արանքում։ Եվ ես իրենց ինչ եմ պատասխանում, ասում եմ, ես այդ պահին բեմում
նույն հանդիսատեսն եմ, որը նստած է այնտեղ։ Ես ուտում եմ նրանց սերը, ես խմում եմ նրանց սիրով բերած ջուրը, ալեգորիկ իմաստով, ու ես շնչում եմ նրանցով այդ պահին։ Այսինքն եթե դու իսկապես այդ սիրո քիմիայի ու ձևավորման մեջ ես, անհնարին է որևէ մեկ ուրիշ բանի կարիք ունենա։ Բնականաբար։ Եվ երբ որ վերջում արդեն դեհուզված, արցունքախառն բոլորը ես ընդհանրապես հազիվ եմ հավաքվում, մանավանդ Ալիսե Կիրակոսյանի Հայաստան, նամակար Հայաստան գործը, երբ որ կարդում եմ, համ քանդվում եմ ներսից, համ նորոգվում եմ միևնույն ժամանակ։ Ու ես լավ գիտեմ, որ իմ այս բանաստեղծական երեկոն շատերի ցավոտ կետերին է հաճախ խփում, բայց ես փորձում եմ հետո սպեղանին տալ, բուժել, հա, որովհետև ցավերից կամ եղած վերքերից փախչելով հարցը չի լուծվում։ Միանշանակ այդ այն ցավերն են, որ բոլորը վախենում են բարձրաձայնել շատ անգամ։ Դրա համար երևի այդ երեկոյի միջոցով փորձում են իրանք էլ իրենց ցավերը ապրել ու այո, երբ փախնել չի կարելի ցավերից ընդհանրապես։ Ինչ կուզենայիր դու տեսնել Հայաստանում, որ հիմա պակասում է, միգուցե հենց ըստեղի մարդիկ այ նույն էս հաղորդումը դիտելուց, միգուցե 10 հոգի էլ որ լինի ու տենց 10-10, միգուցե 10 տարի հետո 100 կդառնանք, որ կկարողանանք Հայաստանին օգնած լինենք, որ երիտասարդները նույն ստեղ ապրելով կկարողանան անել, արարել, օրինակ ես ինքս փաստաբան եմ, ես իմ մեջ գիտեմ ես ինչ եմ անելու եւ իմ ապագա ծրագիրը կապված է Հայաստանի հետ։ Ինչքան էլ բարդ է ստեղ լինելով փաստաբան, բայց ես այնտեղ եմ եղել փաստաբան, ուզում եմ իմ մի փոքրիկ մասունքը տանեմ այնտեղ հետ, որպեսզի նորից իմ հայրենիքին օգտակար լինեմ։ Ասեմ, Լուսի ջան, ինձ այստեղ շատ է դուր գալիս որևէ քաղաքացու անկախ ազգությունից օրենքների իմացությունը։ Այո, ճիշտ է։ Ինձ շատ է դա դուր գալիս։ Ես ինքս թերի եմ եղել այդ հարցում։ Մենք Թատերական ինստիտուտում անցնում էինք մի պահ իրավագիտություն, ու ես ընդդիմանում էի, դե 16-ից նոր էր լրացել, եկել էի արվեստի բու, ուզում էի հասկանալ ինչ կապ ունի իրավագիտությունը։ Բայց եթե լինենք ազնիվ, չկա բուղ, որտեղ պետք չի օրենքն ու իրավունքը իմանալ։ Եվ չկա անհատ, որը այս կամ այն կերպ չի առնչվում անիրավության կամ օրենքների հետ կապված խնդրի հետ։ Եվ այս երկիրը հենց դրանով է դնում քաղաքացու, որակյալ քաղաքացու հիմքը։ Նա ասում է դու մի եղիր անգրագետ, մի եղիր կույր, ընդ որում գրագիտությունը այդ 6 ավել կարդացած գիրքը չէ այս պարագային, այլ հենց քո անձնային իրավունքների հստակ գիտակցությունը, որը տալիս է հնարավորություն եւ ճիշտ գործելու եւ խնդրի դեպքում ճիշտ խուսանավելու եւ միևնույն ժամանակ քեզ չես զգում ստորացած, որովհետեւ դու գիտես քո իրավունքը։ Այ դա ես շատ կուզենամ Հայաստանում մենք ներդնենք եւ յուրաքանչյուրս մեր իրավունքի հետևից գնանք անհոգնել, որովհետեւ այսօր այնքան հակաիրավական բաներ են տեղի ունենում, մեկ էլ ասում ես դե լավ, ոչինչ, դե կյանքս ինչ դնեմ դրա վրա, բա փաստաբանը թանկ է, էս այն է։ Իսկ այստեղ նույն փաստաբանական գործողությունները բավականին արժեքավոր են, բայց միևնույն ժամանակ վերջում արդյունքը բավարարում է, որովհետև ամեն մարդ իր գործը պիտի անի։ Եվ եթե դա գումար է պահանջում, ապա այորեն պետք է տրվի այդ գումարը մենակ մի նախապայմանով, որ դու գնում ես քո գաղափարական պայքարի հետևից եւ քո իրավունքը հստակեցնելու համար։ Այդ օրենքների իմացությունը շատ կուզենամ։ Հետո այստեղ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Հաճախ Հայաստանից գալիս են ավելի այդ պահի դրությամբ ավելի անտարբեր, ավելի թեթև մատների արանքով են նայում որոշ բաներին, գալիս են այստեղ ու այնքան սիրուն անհատ են ձևավորվում։ Ենթարկվում են օրենքներին, ոչ միայն այդ օրենքին ենթարկվելը, չէ, ավելի ազգային արժեք համակարգն են գնահատում, ավելի խտանում է իրենց մեջ հայը։ Երևի այդ օտարության մեջ հայտնվելը ընդգծում է այն լավագույնը, որը պետք է լինի։ Կան մարդիկ, որ փչանում են, բայց այդ մարդու ներսից է, հիմա չեն կարող ընդհանրացնել։ Սովորում են մաքուր պահել ավելի տարածությունը, սովորում են հերթ կանգնել, շնորհակալությունից չեն ամաչում, ժպտում են։ Դա էլի անձնային որոշում է, թող ժպտան։ Ես օրինակ լրիվ ուրիշ կերպ եմ իմ Հայաստանը տեսել ու տեսնում, ու մարդիկ ինձ հետ այլ կերպ են հարաբերվում, դրա համար դժվար է օբյեկտիվ լինել։ Ես այդ ժպիտն եմ ստանում միշտ, ջերմությունն եմ ստանում, ու ինքս բաց եմ, միշտ պատրաստ եմ դա տալու, փողոցում տալիս եմ։ Ես չեմ տեսել, որ ամաչեն, մոտենան կամ բան, կամ երբեք չեմ պատկերացնում, պիտի ամաչեն ինձ մոտենալուց։ Բայց եթե ոչ իմ դիտանկյունից նայենք, իհարկե կան խնդիրներ ու այս զուտ տարբեր երկրների մշակութային տարբերությունները կարելի է խառնել իրար ու դուրս բերել մի լավ ընդհանրական բան։
Նազենի ջան, վստահաբար կարող եմ ասել, որ դու հայրենասեր ես եւ կերազեի մեր ամեն գոնե երկրորդ հայը, քոպես հայրենասեր լիներ, բայց կպատկերացնես մի օր, որ դու ինքդ կտեղափոխվես մշտական ԱՄՆ ապրելու կամ մեկ այլ երկիր ենթարկվես միգրացիայի, ոչ Հայաստանը, որ դա կլինի։ Իմ երկիրը ճակերտավոր, որտեղ ես կուզեի ապրել, ծովն է։ Ճիշտ է։ Ծովի մեջ։ Այո, ես ձեր Instagram-ում նկատել եմ։ Չկա նման երկիր, որը ծովում ունի երկիր։ Կան երկրներ, որոնք ունեն ծով, հա, դա այլ է։ Նայր, ես Ամերիկայի Միացյալ Նահանգների թե հանդիսատեսից, թե հայությունից եւ թե բուն երկրից շատ շնորհակալ եմ, որովհետեւ այն ինձ միշտ ընդունել է գիրկընդբաց բոլոր իմաստներով եւ որպես զբոսաշրջիկ եւ իբրև աշխատող ամեն անգամ տարբեր վիզաներով բնականաբար որպես փաստաբան գիտես պարտադիր է ամեն վիզան համապատասխանի քո գործունեությանը ես եղել եմ այստեղ J վիզայով ուսումնական դեռևս վաղուց երևի չէ եղել եմ I վիզայով լրագրողական դեռ հանրայինում աշխատելուց տարիներին երբ նկարում էի երջանկության մեխանիկան դա 2010 թվականն էր ես եղել եմ O1 O2-ով, P3-ով, P2-ով, այսինքն ինչ վիզա մտքովդ անցնի, արտիստական բոլոր հնարավոր վիզաներով, երևի կան էլի, շատ կան ու շատ ողջունելի է, որ դուք միշտ եկել եք հենց այդ վիզաներով, որովհետև մեզ որ զանգում են գրասենյակ, ասում են, ուզում ենք գանք ԱՄՆ, դե մի բան անենք, ասում ենք, ուղղակի դուք պետք է բացատրեք մեզ ինչ մասնակետ եք, որովհետև ցավոք, անգամ տուրիստական վիզայի տակ բոլորը մտածում են, որ կարող են գան համերգ տան, նույն ասմունքի երեկո ունենան, չեն հասկանում, որ դա մեծ խախտում է եւ վերջո կարող եք պրոբլեմ ունենալ զուտ այստեղի պետության հետ։ Ասեմ ավելին, օրինակ շատ առաջ 2007 մինչև 10-12 թվական մենք եթե անգամ որպես տուրիստ Ամերիկայում էինք ու լինում էր ինչ որ համերգ, որտեղ ուղղակի իբրև հյուր էինք, անգամ եթե հրավիրում էին բեմում ենք բեմից մի հատ խոսք էինք ասում իբրև շնորհակալություն կամ շնորհավորանք, դա շատ նորմալ էր համարվում, որովհետև դու հյուր էիր ու ընդ որում համապատրաստից հյուր, բայց անգամ հիմա եթե նման հարց է լինում, ես օրինակ առաջարկում, հա, չէ, ես միշտ ասում եմ, դա համարում են արդեն մասնագիտական գործունեություն ծավալել ու անկախ նրանից, որ դու ուղղակի գնացել ես քո սիրած արտիստի համերգին ու նա քեզ հրավիրել է բեմ, դա իսկապես կարող է դառնալ խնդիր ու ես զգուշացնում եմ, որ իմ գոլեգաներն էլ իմանան։ Ես մեկ բան էլ ավելացնեմ, Նազենի ջան, լինելով շատ զբաղված գրասենյակ, կարող եմ ասել մեր, չեմ ուզում որակավորեմ ամբողջ մեր հայազգին, բայց ունենք այդ խաբար տալ չասեմ, բայց իրար վրա գրվելու մատնելու հատկությունը Սովետ միության ժամանակ Լուսի ջան կներեք, ուղղակի դուք երիտասարդ եք չեք հիշի այդ թվերը չեք իմանա։ Սովետ միության ժամանակ բոլոր հետխորհրդային երկրների ասենց ասեմ բնակչության քանակով մեր երկիրը փոքրերից է եղել, բայց մարդկանց մատնելու քանակով առաջինը։ Դա ստատիստիկա է, թվեր են։ Ցավոք հիմա այդպես եւ մարդկանց հենց մատնելով են ասում իրենց տեղը, որ այս մարդի գործունեությամբ չի զբաղվում, եկել է օրինակ նկարիչ է։ Ինչու։ Բացատրի ինձ, ինչու են այդ անում։ Ես դա որակում եմ, որ նախանձից։ Ինձ թվում է մեր ազգի մեջ այս վերջի տարիներին այնքան կերակրեցին այդ նախանձը, այդ շուրախանալ ուրիշի հաջողությամբ։ Ի սրտե ես միշտ դա նկատել եմ, ես օրինակ այն մարդն եմ, որը ուրախ կլինի, եթե ես դուք եւ 3 հոգել ինչ որ մի գործի շուրջ հավաքվենք, ես համաձայն եմ լինեմ այդ գործի մեջ, ինչ ասեմ, հավաքարար է, որովհետև դա ինձ մոտ լավ է ստացվում, բայց գաղափարը մեկն է եւ եթե մենք համախմբվենք, առաջ կգնանք, թող Նազենին է լինի մեր լիդերը, առաջ տանողը, որովհետև մենք ի վերջո կասնենք մեր նպատակին, ինձ դերը էական չի ու իրականում դա մեր գրասենյակում է, այդ տենց է, բայց մեր ազգը այդ որակը չունի։ Մեր ազգը ուզում է ամենտեղ ինքը ես մի հատ դասախոս ունեի իրավաբանական ֆակուլտետում, ասում էր каждый второй, արշակ второй, այդ երևի մեր ազգի մասին է։ Գիտեք Լուսի, ես 2018 թվականից հետո շատ փոխել եմ իմ ներսում շատ բաներ։ Ինձ մեկ-մեկ ասում են, ինչ համբերատար ես։ Ես գուցե այդքան համբերատար չեմ, որքան փորձել եմ ինքս ինձ վրա աշխատել, ասեմ։ Ես երբեք չեմ տալիս որակում ու որակավորում ամբողջ ազգին, որովհետև այդ նույն ազգի մեջ կան տարբեր անհատներ, եւ լավ, եւ դավաճան, եւ անհայրենիք, եւ հայրենապաշտ, եւ իսկապես սրտով ու սիրող, եւ ընտանիք ու անծագում, եւ տկար ու նողկալի, եւ շատ մեծ ու լայն ու փայլուն աչքերով, շատ հյուրասեր ու շատ որակով, եւ կան կյանքի փոշիներում իրենց կորցրած մարդիկ։ Երբեք էլ չեմ ընդհանրացնում, որովհետև պարզվեց մենք որքան մարդ այդքան
տեսակ ու կարծիք ենք։ Այո։ Պարզվեց, որ մենք չունենք հավաքական ուժ, պարզվեց, որ մենք չունենք շատ դեպքերում ընդգծված ու սուր արժանապատվություն որոշ խմբային հատվածներում, էլի որոշ դեպքերում շատ բան պարզվեց, բայց այդքանով հանդերձ պարզվեց, որ մենք ունենք անհատական մակարդակում թեկուզ պայքարելու ուժ ու կարողություն, չընկճվելու, չվհատվելու, չփախչելու, հասկանում ես, չմատնելու, չդավաճանելու։ Տես այն էլ կա, այն էլ կա։ Այո, Եթե մենք երևի շատ ցավոտ ենք նայում խնդիրներին, դրա համար ենք այդքան մեծացնում եւ ընդհանրացնում։ Եվ միևնույն ժամանակ ես էլ այն փոքր լավը որ գտնում եմ, ուզում եմ խոշորացույցը պահեմ վրան ու մեծ ցույց տամ, որ կոմպենսացնեմ վատի հետ, որ այդ բալանսը պահեմ, որ չգժվենք։ Այո։ Այն որ մատնությունը կա մեզնում ու նախանձի դիրքավորմամբ այդ ցավալի փաստ է եւ իրականություն է, չեն կարող հերքել։ Եվ վաղուց էլ ոչինչ պետք չի հերքել, պետք է ընդունել փաստը եւ աշխատել դրա հետ, որպեսզի գոնե ուղենք։ Աշխատել, ինչու է դա այդպես։ Մենք որ հետ են գնում ցեղասպանության տարբեր պատճառների, դա էլ է եղել հիմքում։ Մատնություն այո եղել։ Մատնությունները, երբ որ կամ նաիվությունը, միամտությունը այդ շատ ունենք, որ ասում է, դե կողքի գյուղի երևի վիվատ բաներ արել, իրանց ցեղասպանեցին, մենք ավելի լավ պահենք, մեզ խելոք մնանք, ավելի գլուխներս կախ լինենք, որ չցեղասպանեն։ Բայց փորձը ցույց է տալիս, որ չէ, այդպես չի։ Ու եթե գերտերությունները որոշում են իրենց խաղը խաղալ, իրենց համար մեկ է դու ով ես կամ ինչպես ես քեզ պահել, բացառության ուժի լեզվի։ Այսինքն աշխարհում միակ բանը որն աշխատում է ուժի լեզուն է։ Հիմա ես մատնող ու դավաճան անձերին միայն մի առաջարկ կասեմ, որովհետև խորհուրդ իրավունք չունեմ տալու, գոնե ոչ նրանց, ձեր ուժը հազարապատկվելու է ուրիշին օգնելով։ Ձեր ուժը հազարապատկվելու է ձեր ազգային արժեքները պահելով ու բարձրաձայնելով, ոչ թե մոռացության մատնելով ու չտեսնելու տալով։ Եվ ձեր նկատմամբ հարգանքն ու այդ վերաբերմունքն է իսկապես զորանալու եւ ուժեղանալու։ Այս այնքան པարզ բան է, որ զարմանում եմ, որ շատերը չեն հասկանում մինչև հիմա։ Ինքս էլ մինչև վերջ զարմանում եմ, անգամ այս ոդքասթի միտքը այն է եղել, որ օգնենք մարդկանց։ Ես իրականում ոչ մի նպատակ, թե ինքս տեմպերատուրը չի հետապնդում։ Պիտի զանգերով անեք, Լուսի։ Այո։ Զանգերով արեք, թող դա լինի գոնե 5 րոպեանոց հեռախոսազանգ ու տարբեր հարցերի կամ on-line միացրեք առցանց ուղիղ եթեր, որպեսզի ձեզ գրեն հարցեր։ Ես այդպես իմ ոդքասթի ժամանակ եմ անում, երբ որ մանավանդ Հայաստանում եմ ուղիղ եթեր է, ոչ թե ձայնագրություն, անպայման ուղիղ եթեր եմ անում, որպեսզի Ամերիկայից, Ռուսաստանից, Անտանանարիվուից եղել է գրել են, լուրջ եմ ասում, հայերն ամենուր են, որ գրեն իրենց ցավը, հարցը, հետաքրքրությունը ու փորձենք երկխոսությունը ձևավորել։ Այն շատ լավ միտք է, անպայման կիրագործենք, որովհետև մենք միշտ ման ենք գալի նորը փնտրում ենք ու ամեն ինչի հիմքում դրված է մեր օգտակար լինել հայրենիքին ու ինչու՞ չէ հայրենիքից դուրս գտնվող գոնե հայերին։ Հա, պարտադիր։ Նայր հայրենիքից դուրս գտնվող հայը շատ դեպքերում ավելի օգտակար կարող է լինել իր երկրին, իր ֆինանսավորումով, իր օրինակ օրենքների իմացությամբ, իր շատ կարևոր հարցեր լուծելով միջազգային հարթակներում։ Իր ձայնով, այո։ Իր ձայնով, սա առանձին ու շատ լուրջ օգնություն է, ու ես որ ասում ես տեղափոխվել, ես շատ եմ երբեմն ափսոսում ու ինձ ահավոր մեղադրում եմ, որ ես չեմ տեղափոխվել այլ երկիր, չեմ դարձել այնքան հայտնի ու հզոր, որ իմ Instagram-ում նկարեմ մի հատ վուճուր բան ու բոլոր թերթերը գրեն իմ մասին, որ նա հայկական այսինչ բանը գրեց, հայկական այն ինչ բանը դրեց, գնաց օրինակ Սուրբ Ղազար, նկարեց Ավետարանը կամ հայոց գերբը կամ Արարատը, հասկանում ես, ու ես ինձ հաճախ զգում եմ շատ անզոր ու անիմաստ, որովհետև պարզվում է այսօրվա գործիքակազմում քո Հայաստանում մնալը մեծ առումով բան չի փոխում ու չի փոխել։ Ու դա ոնց որ լինեն իմ ուժի կորցրած տարիները, ոչ թե ես ափսոսում եմ, այլ ես ափսոսում եմ, որ ես չունեմ այն ուժը, որը կարող էր իսկապես այն կարևոր պահերին օգնել։ Պատերազմի ժամանակ 2020-ի ջերմուկի ժամանակ ու դրանից հետո բլոկադայի ժամանակ Արցախի, այսինքն ես հիմա խոսում եմ ամենացավոտ էջերից, որոնց մասին ես էլ եմ վախենում խոսել, որովհետև այդ վերքը վերք է ու շատ բաց վերք է։ Այդ շատ էլ սպիչի սպիանալու հույս էլ չունի։ Չէ, հետո ուզում ասել շատ երկար էլ դեռ բաց կմնա։ Ու ես չեմ ուզում սպիանա։ Ես չեմ ուզում դառնալ ինչ որ ինչ ասեմ,
պլաստմասե անհիշողություն անց, որը որ որոշում է ապրել հանգիստ ու խաղաղ ու ընդհանրապես ինքը բանը ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է Փառք Աստծո։ Բոլորս առողջ ենք, իհարկե լավ է, բայց ես գործում եմ, ես ունեմ հնարավորություն ու Աստված ասում է մեզ հետ է, ով է մեր դեմ այդ պարագային, բայց իմ երկրի կյանքում ամեն ինչ լավ չէ։ Ուղղակի ցավն է, որ բոլորը այդ թաքցնելով թե մեդիայի տակ, թե Instagram-ի տակ այդ գեղեցիկ հագուստների եւ գեղեցիկ ժպիտների տակ ասում են դե լավ ապրենք մեկ օրով, որը իմ կարծիքով հենց այդ էլ բերում է երևի մեր հիմնական ազգի դժբախտությանը։ Գիտես, մեկը թաքցնում է, մյուսը անկեղծ ուզում է ցույց տալ իր ուրախ պահը։ Երրորդը ցույց է տալիս իր երեխայի համովությունն ու գեղեցկությունը, չորրորդը իր արվեստն է ցույց տալիս, որովհետև արվեստի մարդ է, հինգերորդը իր բանջարեղենը, որը պետք է վաճառվի, որովհետև նա պետք է ապրի։ Եվ այդ ամբողջ համատեքստում պարտադիր չի ամեն օր լացել ու մանավանդ լացել բանավոր։ Ավելին հակառակն է պետք։ Ես կարծում եմ, որ սոցկայքերով պարբերաբար մեր բարկությունը արտահայտելով մենք բաց ենք թողնում, դա պարպում ենք, փոխարենը գործողություն անենք։ Եվ սա էլ առանձին հարց է, որը պետք է քննարկենք մեր մեջ ու հոգեբանությունը հասկանանք մեր, ինչու ենք այդպես վարվում։ Որովհետև անվնաս է այդպես, որքան այնքանով այդքան էլ անվնաս չի իրականում, բայց հա դրա համար խառն են հարցերը, տարբեր են, ես շատ եմ մտածում, ինչու ենք մենք այսպիսին կամ այնպիսին, ինչու է հայը պատմական իր էությունից այդքան տարբեր իր ժամանակակից ներկայությամբ, ինչու ենք մենք տարբերակում պատմական եւ իրական Հայաստանը, որտեղ է սկսվում Հայաստանը, ընդհանրապես։ Ինձ համար սկսվում է ամեն հայի սրտի մեջ եւ չի ավարտվում։ Բայց նաև իր ֆիզիկական գոյությամբ այն պետք է ունենա հստակ ու պաշտպանված սահման, ոչ թե այնպես լղոզված, ինչպես այսօր է, երբ դու ամեն օրը չգիտես ինչպես է սկսվելու եւ որտեղ է ավարտվելու։ Եվ ինչ նորությամբ կարողանաս։ Հենց այդպես էլի։ Այսինքն կան բաներ, որոնք պետք է հստակեցնենք մեր մեջ ու ես երևի միակ մեղադրականը, որը իմ նկատմամբ ունեմ, թե ես չգիտեմ ոնց զբաղվեմ այդ հարցով ու ունեմ բոլոր գոյություն ունեցող սերունդների նկատմամբ ու բոլոր գոյություն ունեցող բոլոր դարաշրջաններում բոլոր գաղափարական քաղաքական միությունների ու գործիչների նկատմամբ մեկն է։ Մենք այսքան դարավոր հնությամբ ազգություն, մենք չկարողացանք հասկանալ որն է մեր գաղափարական հիմքը։ Որ ուղղությամբ ենք մենք նայում եւ անգամ այսքան տարի անց, դարեր անց մենք պայքարում ենք քրիստոնեության դեմ։ Այո։ Մենք դեմ ենք գնում Աստծուն։ Հասկանում ես, անգամ այս իրավիճակում մի կողմից ասում ենք հպարտ ենք մենք քրիստոնեությունն առաջինն ենք ընդունել եւ մյուս կողմից ընդհանրապես աղերս չունենք քրիստոնեության արժեքների, նրա իմացության ու Աստծուն ընդունելու հետ։ Եվ պայքարում ենք դրա դեմ։ Եվ ասում ենք, որ նրանք եկան ու քանդեցին, այդ նախկինները եկան ու քանդեցին։ Քրիստոնեությունը կարող էր լինել արժեհամակարգ, որով հայությունը ապրեր ու գնար առաջ, բայց մնաց պայքարի համար գործիք, մեծ առումով, պարզ է։ Այո, գլոբալ։ Հիմա հայ առաքելական եկեղեցիներում այնքան սիրուն երիտասարդներ են գնում պատարակների, լեփլեցուն, ընտանիքներով, ցակուկներով գրկած բոլորը, որ նայում ես ու խենթանում ես, ասում ես ինչ հետաքրքիր է, որ սերը փնտրում ես անհասկանալի տեղերում ու գալիս ես գտնում ես Աստծո տաճարում։ Իսկական ու ազգային սերը ու միավորումը։ Հիմա դարերով պետք էր գտնել գաղափարական ճիշտ ուղղությունը։ Մի կետ, որը միշտ հայերին անկախ իրենց տարբերությունից միացներ։ Այդ միանշանակ կրոնն է լինում։ Երևի պետք է լիներ քրիստոնեությունը, երևի, գոնե երևի չգիտեմ։ Դիտելով եւ դատելով այլ ազգերից, ովքեր ավելի հզոր են այսօրվա դրությամբ, բնականաբար իրենց միասնական է դարձնում իրենց կրոնը եւ ես էլ ենթադրում եմ որ քրիստոնեությունը պետք էր ավելի առաջնային տեղում դնել եւ առաջ տանել որտեղ աշխարհի ցանկացած վայրում հայը նրանով է տարբերվում որ ուր էլ ոտք է դրել փորձել է եկեղեցի կառուցի եկեղեցին հենց դա է բերում որ փորձել է պահի իր կրոնը ոչ թե փորձել է եւ երկրորդը դպրոց ստեղծի որ փորձել է պահի լեզուն այստեղ կարևոր փաստ կա եկեղեցին ու դպրոցը եղել են միշտ միահյուսված ու մեր բոլոր դպրանոցներն են եղել հոգեվոր այսինքն բուն առաքելական եկեղեցին այն նավն է, որը աշխարհով ու տիեզերական տարածությունների մեջ տանում է հայի դնթն, կրթությունը, լեզուն, այբուբենը, պատմությունը, թարգմանչած արվեստը, հավատքը, այսինքն այդ հավատքի մեջ ես դիտարկում եմ ամբողջ մշակույթը եւ հայի ամբողջական գոյությունը։
ու մեր գրականությունը, գեղարվեստը ամեն ինչը գալիս ու հանգում է դրան։ Անընդհատ հերքել ու մերժել այն ինչը քեզ հարստացնում է ու քո հարստությունը դարերով տարել է, մի տեսակ առնվազն ճիշտ չի։ Այդ ոնց որ նավդ կա, նավի վրա այդ ամբողջը կա, բայց դու հա նավապետին վիրավորում ես։ Ու դեռ չես հասնի։ Ու նավապետն էլ մի օր ասում է՝ դուք էլ ձեր նավն էլ վեր է կենում ու անհետանում է։ Ու դու մնում ես այս կործանող ալիքների ու փոթորիկների մեջ առանց նավավարի։ Ազենի ջան, լավ շատ չեմ ուզում քեզ էլ գիտեմ շատ դժվար է հայրենիքից խոսելը, որովհետև տենց մենք կարող ենք մինչև վաղը զրուցել, որը շատ հաճելի է։ Բայց կուզեի մի հատ էլ հարցել, որը անձնապես ինձ էլ է շատ հետաքրքրում։ Դուք սկզբից նախ ես այդքան էլ երիտասարդ չեմ, համարյա մի տարիքակից ենք, ուզում եմ ասեմ, ես ձեզ միշտ հետևել եմ, թե որպես հաղորդավար, թե որպես դերասանուհի, արվեստագետ, թատրոնում եք ձեզ, թատրոնում, կինոյում շատ ֆիլմեր կան ձեր մասնակցությամբ, որ շատ ինքս սիրում եմ եւ բազմաթիվ անգամ դիտել եմ, ոչ մեկ անգամ, որ տեղ եք ձեզ ավելի լավ զգացել, որ այս լիարժեք հասկացել եք, որ այստեղ ես եմ, կամ միգուցե ամեն ժամանակ էլ ձեզ լավ եք զգացել, բայց հասկացել եք, որ արդեն սպառվել է, օրինակ միջոցառումներ չեմ ուզում վարեմ, մանավանդ TV-ով, մանավանդ ինչ որ ազգային ալիքում, չգիտեմ։ Լուսի ջան, դուք հաղորդավար չեք, բայց այնքան սիրուն ու խորը հարցեր եք տալիս։ Իսկ որ տարեկիցներ ենք, այդ իմացեք, ես շատ մեծ անակնկալի եկա, դուք ունեք շատ երիտասարդ ու պայծառ տես։ Ես ինձ առաջ լավ էի զգում ամենտեղ յուրովի, բայց հիմա շատ ճիշտ եք, հա, շատ նուրբ կետի դիպակ, ամենտեղ չի, որ ինձ լավ եմ զգում։ Հաճախ օրինակ լինում են մեծ համերգներ, խառը համերգներ, որտեղ ես իբրև հանդիսավար ունեմ պարտավորություն ներկայացնելու տարբեր արտիստների։ Այո։ Եվ եթե երիտասարդ ժամանակ ես շատ չէի նեղվում այդ փաստից, ապա հիմա մեկ-մեկ ներվախախտ եմ լինում, որ պետք է մեծարելով, իսկ ես մեկ է դա անելու եմ, որովհետև հանդիսավարը միջնորդ է արտիստի, երգչի, պարողի ներկայությունը ընդգծելու, նրան մեծարելու եւ բարձրացնելու, որպեսզի հանդիսատեսը ընդունի, հա, այդ գիրկը բացի եւ ընդունի։ Եվ երբեմն ես ինքս ինձ խոստովանում եմ, որ դա անում եմ մարդկանց կամ ճակերտների մեջ, արվեստագետների նկատմամբ, որոնք չեն ստեղծում արվեստի այն վառ տեսակը, որը ես կուզեի առհասարակ լիներ բեմում։ Էլ ուր մնաց, մի հատ էլ ես նրան մեծարեի ու բարձրաձայնեի։ Իհարկե մեկ է անում եմ դա, զուտ մասնագիտորեն ու սիրում եմ շատ դեպքերում այդ մարդկանց, բայց չեմ ընկալում նրանց արվեստը։ Այս միակ կոմպրոմիսն է, որ մեկ-մեկ ինձ բարկացնում եմ մեջ ու ասում եմ, բայց արդեն մի տեսակ մեծ կնիկ ես, մեկ ճամոտ չի, դրանով ես զբաղված։ Բայց մեկ-մեկ այդ բանով եմ։ Իհարկե ինձ ահա որ թանկ է, հիմա ամենից թանկ է բանաստեղծական իմ բեմը, որտեղ ես ինձ զգում եմ ավելի ազատ, քան անգամ ծովում։ Երկու տեղ կա, որտեղ ես այդպես եմ զգում, իսկապես ծովի ջրերի մեջ, աղա ջրերի մեջ, թռիչքի պես է, էլի ոնց որ երկնքում թռչես, եւ բեմում։ Այնտեղ ես ինձ չգիտեմ ինչ եմ այդքան լավ զգում, բայց ես ինձ մենակ եմ զգում, ոչ թե ցուցադրականի սերն է, սխալ չընկալեն ինձ, այլ այդ գիտեք ինչ ալիքներ են սիրո, գալիս գնում են, ես էլ ձևը գտել եմ բռնելու ու բաց չթողնելու։ Էմոցիաները, չէ՞։ Հա, ես չեմ սիրում հանդիսատեսը որ շեղվի, նա պետք է մնա քո կենտրոնացման մեջ ու քո ալիքների մեջ, մանավանդ եթե դրանք սիրո ալիքներ են, ինչու ոչ։ Այո։ Ու վերջում պետք է հանդիսատեսը գնա թեթևացած, բեռները ուսերից թողած, մի տեսակ շունչը բացված, պիտի գնա ցանկությամբ մի նոր բան անելու, հավատքով, որ ուժ ունի, որ կարողություն ունի, որովհետև ունի։ Ախր հավաքական ուժը շատ լուրջ ուժ է։ Մեզ այնքան կոտրեցին տարբեր ձևերով, տարբեր տարիներ դարերից սկսած, այս վերջին տարիներով ավարտված։ Այնքան կոտրեցին, որ մենք սկսեցինք հավատալ մեր անկարողությանը, բայց այդպես չի։ Այդպես չի։ Եվ մենք սկսեցինք կենտրոնանալ ամենքս մեր նպատակի վրա եւ ոչ թե ինչ որ ընդհանուր գաղափարի։ Իսկ անհատական նպատակը զրոյի արժեք ունի, եթե չկա հավաքական ուժը, եւ չի էլ գործվում։ Հիմա եթե դուք չաջակցեիք ինձ, մեր մյուս գործընկերները չաջակցեին, բարդ կլիներ, չէ՞, ավելի կազմակերպիչների համար, թեև sold out էր, այսինքն բոլոր տոմսերը վաճառված էին, թեև հանդիսատեսը ամեն կերպ ներդրվել էր, բայց միևնույն է, օբյեկտիվ կան ծախսեր, որոնք պետք է հոգան։ Սա կոչվում է հավաքական ուժ։
Եվ դա բաղկացած է անհատներից, այն անհատներից, որոնք ունեն կամք, ուժ, ցանկություն, կարողություն, ոչ թե միայն ֆինանսական, այլև առաջին հերթին կամային ու գիտակցական եւ ունեն մշակութային այդ սահմանությունը ու արժեքները, հա։ Այդ շատ կարեւոր է։ Դրա համար թատրոնային բեմը ոչ միայն որպես դերասանուհի, որը խաղում է դեր, այլ իբրև ես երբ ներկայացնում եմ տարբեր պոետներին ու ես չեմ սիրում պաթոս, ես այդ պաթոսից ձերբազատվել եմ վաղուց, հիմա ամաչում եմ ինձ հիշում եմ այդքան պաթոսով, ես սիրում եմ շատ իսկական ու բնական մոլեկուլյար մակարդակում իսկական բանաստեղծական հույզերը, լինեն սիրո մասին, լինեն Հայաստանի մասին, լինեն, չգիտեմ, Արարատ լեռան մասին, թե ուղղակի մարդկային հարաբերությունների մասին։ Այսինքն դուք մի մտածեք երբեք, որ գալու եք իմ բանաստեղծական երեկոյին ու ինչ-որ պաթոսախառը բադ բաներ լսեք, ոչ։ Շատ իսկական, շատ հուզական ու շատ մարդկային սեր է տիրում այդ ժամանակ։ Հենց այդ էլ ինձ թվում է գաղտնիքն է, որովհետև շատ հուզական է, շատ ես իհարկե խորտ, չգիտեմ, դուք ցանկություն ունեք կամ նպատակ ունեք, ես Աստված առաջ եթե ստացվի փետրվարին անպայման։ Մենք նորից կաջակցենք, որովհետև այդ այն մի երեկոն է, որ ինձ թվում է ով բաց է թողել, շատ մեծ բան է բաց թողել, որովհետև նախ նմանը չունեցող է ու շատ մեր երիտասարդները ավելի կշեշտե երիտասարդները, որ պարտավոր են մասնակցել այդ երեկոյին, որովհետև շատ կրթված եւ շատ էմոցիաներով եւ նոր ուժերով դու դուրս ես գալիս այդ ամեն ինչի մեջ։ Ես շատ շնորհակալ եմ։ Հայաստանում երիտասարդների պակաս չկա, բայց այստեղ ես նկատեցի, որ ավելի միջին ու ավագ սերունդ են եկել ու գիտեք, առանց մեղադրականի եմ ասում, Կալիֆոռնիան մի տեսակ փռված տարածություն է եւ այստեղ շատ դժվար է մարդկանց իմի բերել, հավաքել։ Առաջ դա անում էին այս կամ այն միությունները։ Հիմա օրինակ հայաստանցիների համար այդպիսի միություններ իբրև այդպիսին չկան։ Միակը երևի էլի հայ առաքելական եկեղեցին է, որը համախմբում է իր տանիքի տակ, բայց աշխարհիկ միջոցառումների եւ աշխարհիկ երևույթների համար այդ բացը կա, կապի պակաս կա Կալիֆոռնիայում։ Նույնիսկ հայկական TV-ները առաջ ավելի գործուն էին, ավելի կարևոր էին։ Հիմա այս ինտերնետի դարաշրջանում ամեն մեկը ունի իր ճակերտավոր ընտրությունը, որը պարզ է իրենը չէ, այլ ալգորիթմի թելադրանքն է շատ դեպքերում, կամ իր ընտրությունն է գուցե, եւ դա ոչ թե միացնում է, այլ անջատում է։ Այս շատ կուզեի, որ մենք գտնենք ինչ-որ նոր կերպ միանալու իրար։ Այո, գոնե երիտասարդները ինչ որ համայնք ունենան, բոլոր տարիքային խմբերը, բայց առավել երիտասարդները, որ ասենք Starbucks-ի դիմաց կանգնել ծխելու փոխարեն կամ X մարդուց բամբասելու փոխարեն, օրինակ եմ ասում, տեսել եմ էլի այդ դեպքը։ Այո, կան դեպքեր շատ։ Գնան զբաղվեն ավելի իրենց համար կարևոր գործերով, ոչ թե զուտ աշխատանքով, որ գնաց խանութում վաճառեց, եկավ ու պարապ այդ ժամանակը սպանում է, այլ այս կյանքը այնքան արագ է ընթանում, մի կորցրեք ձեր ժամանակը վատ դատարկ բաների, բամբասանքների ու խառը ապուշ երևույթների վրա Եվ այդ բամբասանքը ինքս մի ժամանակ ես ինքս շատ ծանր էի տանում իմ անձի շուրջ անգամ բամբասանքը, որ երրորդ անձից լսում էի։ Հիմա Նազենի ջան, ընդհանրապես ես որ ասեմ չի ազդում իմ վրա, իսկապես ես այդ չեմ խափում թաքցնում, որովհետև ասում եթե իմ էմոցիան, իմ բարի կամ իմ գործը կամ իմ էներգիան, որ իմ գործի մեջ կդնեմ իմ հաճախորդին օգտակար կլինեմ 1-2 ժամով, ես ինչի նստեմ երրորդ անձը, որ ինձ մասին բամբասել է, որ այդ իր բամբասանքն է, շնորհակալ եմ, թող այդ կարծիքին լինի իմ մասին, ես իր մասին հոգ տանեմ կամ իմ աուրան, իմ էներգիան փչացնեմ, մտածելով ինքը ինչի մասին այդքան եմ խոսած կամ բամբասեց, չէ որ անարդար էր։ Շատ բան է անարդար էս կյանքում եւ պետք է դա փաստել ու անցնել առաջ։ Միանշանակ։ Ամեն ինչի որ արդարացի է, բայց բամբասանքը իհարկե ազգային վատ առանձնահատկություն է եւ դրա մասին պետք է շատ մտածել ու ձերբազատվել։ Շատ վատ տհաճ հիվանդացնող սովորություն է, հիվանդացնող։ Ու կարող են ձերբազատվել։ Ես հասկացել եմ, որոշման հարց է դա։ Ընդհանրապես մի անգամ իմ ներկայությամբ ինչ որ կիսածանոթ մեկը իմ X ծանոթի մասին ուզում էր բան ասել, ընել նրա հոր։ Եվ ես սաստեցի ու փակեցի թեման։ Ասացի, խոստանում եմ, որ հաջորդ անգամ մեկը քո մասին ուզի խոսել, ես նույն կերպ կփակեմ նրա բերանը։ Բամբասանքը հիվանդացնում է, անհաջող է սարքում ձեր գործունեությունը, այդ փաստ է, եւ հետո դուք այդ մարդուն, որ փողոցում տեսնեք,
խաբելու եք ինքներդ ձեզ ու նրան, որովհետև դուք արդեն նրա մասին հասցրել եք մեկից բան ասել։ Ու կստացվի, որ դուք այնքան էներգիա եք վատնում, որ հասկանաք, նա գիտի, չգիտի, հասցրել են, չեն հասցրել, իսկ հասցնելու են միշտ։ Մի արեք։ Բնականաբար հասցնելու են։ Հա, իմ միջավայրում, մեր ընկերական միջավայրում վետո է դրված։ Մի քանի թեմա կա, որոնց վրա վետո է դրված, հա, չկա։ Նույնիսկ այն էստրադային թեթև խառը բաները, մեկ էլ հարցում եմ, ո՞նց չգիտես, ասում չէ, չգիտեմ ու հետաքրքիր չի։ Բնական, վերջ։ Ավելի լավ գրականություն կա աշխարհում։ Որ կարող ես ժամանակդ անցկացնել ու այդ ամեն ինչը դրանով զբաղեցնել։ Նազենի ջան, մի հատ հետաքրքիր հարց ունեմ, իհարկե ավելի դա վերաբերում է այստեղ ապրող մարդկանց, որ տալիս եմ, բայց օրինակ, եթե որոշեիր, որ այստեղ ես ապրում, կուզենայիր ավելի հայ համայնքի մեջ ապրեիր, թե կուզենայիր ավելի դուրս, որովհետև քո գործունեությունը կուզենայիր տանել միջազգային, ասում այս փոքրինչ պատասխանեցիր այդ հարցին։ Նայր, իհարկե լավ հարց է, այն առումով, որ մենք կարոտում ենք իրար, մենք հայերս, ու փախչելով թեկուս մեր բուն երկրից, էլի գալիս ենք իրար գտնելու։ Պարզվում է, որ երկիրը չէր խնդիրը, այլ մենք էինք խնդիրը, մենք մեր մեջ ունենք այդ հարցը։ Ու եթե դու փախչում ես քեզնից այդ этаպում, շատ նորմալ է, որ դու կարող ես ընտրել ուրիշ երկիր, գնալ այնտեղ հաստատվել։ Մեր պարագային դա ցավոտ հարց է, որտեղ մենք թույլատրում ենք Հայաստանը, բայց աշխարհի մակարդակով շատ նորմալ է, որ դու կարող ես որոշել ուրիշ երկիր եւ ապրել այդտեղ, որովհետեւ այդպես է քեզ հարմար։ Ես իհարկե կգերադասեի, որ կարողանայի գործունեություն ծավալել մեծ ավելի բեմերում ու երևի միջազգային, այն պարզ պատճառով, որ ես կուզեի իմ յանը օգուտ տար։ Այո, եւ ձայնը լսել։ Եվ աշխարհին, եւ մանավանդ իմ Հայաստան աշխարհին։ Այդ հաստատ։ Ինչ վերաբերում է հայկական համայնքին, փորձը ցույց է տալիս, որ մենք իրարից բրծուն չունենք։ Ճիշտ է։ Ինչքան դրական մասն է։ Ու մեկ է, այդ կարոտդ քեզ հետ է բերելու։ Ու մեկ է դու գնալու ես ու գտնելու ես էլի քո նմաններին ու ապրես։ Միակ բանը, որը ես չէի ուզի երբևէ որևէ երկրում ապրող հայությանը, որ չգետոյավորվեն։ Գիտեք, մի անգամ Հռոմում ես տեսա գնացի հենց այն հատվածը, որտեղ հրեաներին գետտոներով պահում էին։ Գետտոն այդ դրանք այն տարածքներն էին, որտեղ իրենց հայտնի շարժումների ժամանակ ցեղասպանության նրանց հոլոկոստի ժամանակ բերել ու այդտեղ ապրելու իրավունք ունեին, բայց այդտեղից դուրս գալու իրավունք չունեին։ Դրանից դուրս, այսինքն ոնց որ դու ուրիշ երկրում փակի մեջ ես, այո։ Հիմա ես չէի ուզի, որ հայերը իրենց գետոյավորեն ու անջատվեն աշխարից, որովհետև եթե մենք հայտնվել ենք այս աշխարհի կենտրոններից մեկում, մենք պետք է գրավենք այդ կենտրոնը, ոչ թե գանք ու գետոյավորվենք փակվելով աշխարից։ Բայց դա չի նշանակում նաև ուծանալ, այսինքն չլուծվել, չգնալ մոռանալ լեզուն, տանը չխոսել իրար մեջ միայն անգլերեն, որովհետև մենք ժամանակակից ենք կամ ամերիկացի։ Մենք մեկ է ամերիկացի չենք ու չենք դառնա, բայց կարող ենք լինել լիարժեք ու լավ քաղաքացի Ամերիկայի կամ որևէ այլ երկրի, որտեղ ապրում ենք։ Ու դրանով հանդերձ մենք ինչքան ենք ուրախանում, չէ, երբ որ Յանով հաջողված ազգանուն ենք կարդում, լավ ֆիլմում Յան ենք կարդում։ Հիմա ես Անժելա Սարաֆյանի անուն ազգանունը կարդալիս ամեն անգամ ուրախանում եմ, եւ ինձ համար եւ իր համար։ Այո։ Ես Վաչեի կամ Կարենի Կարագուլյան ազգանուններից ուրախանում եմ ամեն անգամ, որովհետեւ սրանք հաջողության օրինակներ են ու մարդիկ զբաղվում են իրենց բուն մասնագիտությամբ, ինչը շատ կարեւոր է։ Հասկանում եք, մենք կարող ենք սիրել այս ֆիլմը, չսիրել այն երաժշտությունը, ուրախանալ այն բանով կամ, բայց կարևորը որ այդ մարդիկ ցույց են տալիս միջազգային ասպարեզում իրենց հաջողության հստակությունը առանց ազգության փոփոխության եւ առանց իրենց մատնելու։ Այս շատ կարևոր է ու ես երևի կպահեի բալանսը էլի հայկական համայնքի հետ կապի պարտադիր, առանց դրա չի լինում, ես այն մարդկանցից չի լինում, ուֆ, չէ, մենակ հայերից հեռու, որովհետև ես ուր էլ գնամ, ինչ որ մի հայ ինձ գտնում է, ես էլ նրան։ Հետո այդունակ հաշվում է, որը պարտադիր շինարար է լինում։ Այդ առանց նշանը։ Ուրեմն շինարարությամբ պետք է զբաղվեք։ Այս հումորով, բայց իրականում այդպես է, ասենք գնում ենք վայրեր, ընկերներով որպես զբոսաշրջիկ, ինձ ասում են, այստեղ երբեք հայ չի լինում, ոչ մի հայ չի լինում, երբ մտնում ենք ու առաջինը, վայ, բարև ձեզ, Նազեն ջան, ես եկել եք մեր կողմերը, ասում են, այստեղ հայ չկար, ասում եմ, կար։ Ուղղակի դուք իրար չէիք գտել եւ դրա մեջ կա անսահման հմայք ու նաեւ վախենալու բան
Այո, որովհետև սփռված ենք աշխարհով մեկ։ Հա, Անտանանարիվույից ինձ գրում են ու կապվում են, երբ որ ես անում եմ YouTube-յան իմ ոդկասթը։ Չգիտենք որտեղ է, չէ՞, Անտանանարիվը գիտենք։ Չէ, չգիտեմ։ Ինչքան է մամաս աշխարհագրության ուսուցչու է եղել, հիմա ինձ ամոթանք կտա։ Իմ ամենակարևոր հարցը, որ բոլոր հյուրերից տալիս եմ նույնպես, ճիշտ է, այստեղ չեք ապրում Նազենի ջան, բայց եթե մեկ օրով լինեիք ԱՄՆ նախագահ, ինչ կփոխեիք։ Կամ ԱՄՆ-ում, կամ Հայաստանում։ Դու իսկապես ուզում ես այս հարցին պատասխանել։ Ցանկալի կլիներ, կարանք հումորով։ Չէ, ես լուրջ եմ ասելու, բայց ինձ թվում է կարգել են քո ոդկասթը։ Չէ, ես չեմ վախենում ոչ մեկից, չեն արկելի հաստատ։ Մենք ամենում ենք օրենքի երկրում ենք հանգիստ կօգտագործեի այդ կոճակի իրավունքը։ Ահա։ Մեկ օր 24 ժամ։ Մեկ օրով, բայց կիզոլացնեի ամբողջ աշխարհը ու կթողնեի երկու երկիր։ Հայաստան ու Չէ։ Այդ կոճակը հայտնի կօգտագործեի վնաս երկու երկրի։ Օй վնաս։ Եվ մնացած աշխարհը կթողնեի։ Բայց եթե լուրջ, եթե ես լինեի մեկ օրով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, մեկ օրում ինչ որ մեկը հասցնես, այնքան բաներ են փչացրել, որ մեկը հասցնես։ Ես երբեք ես կզրկեի բոլոր ֆինանսավորումներից այն ճշտամի երկրները, որոնք ձենք են ձեռք բերում հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, եւ դա փաստ է։ Այո։ Ես կդադարեցնեի պարտադիր կերպով պատերազմը Պաղեստինի ու Իսրայելի միջև, որովհետեւ ցեղասպանությունը ինչքան էլ է տանունը դնենք տարբեր ոչ մի կերպ աշխարհում չունի արդարացում։ Նույնը տեղի է ունենում Բեյրութում, նույնը տեղի է ունենում Գազայում, նույնը տեղի է ունենում Արցախում, նույնը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում։ Եվ սրանք փաստեր են, որոնք ուղղակի անհերքելի են։ Եվ ես կարող եմ էլի շարունակել։ 24 ժամում այդ հրամանները կտայի, հետո ինչ կանեի։ Անպայման կտայի հայերին առավելություններ, այստեղ ապրող, այստեղ արդեն հայն է հավասում, չէ՞, իմ ազգին նորմալ էգոիզմ, շատ նորմալ էգոիզմ է։ Կդնեի ամեն նահանգում մի կարևոր պաշտոնի վրա որակով հայ, մի րոպե, այստեղ բանալի բառը որակով հայն է, ոչ թե ուղղակի իան ազգանն, այլ որակով հայ է։ Ես կդադարեցնեի պատերազմը տարբեր գերտերությունների միջև, որովհետև արդեն զզվելի է իսկապես։ Լինի դա Պարսկաստանը, լինի Ռուսաստանը, լինի բանը նորից Սիրիան, լինի որևէ ուրիշ երկիր, արդեն բավական է։ Այս պատերազմների շքերթից, որոնք ընդհանրապես փողի ու փառքի համար են, բայց խլում են մարդկային կյանքեր, իսկապես զզվել է, ինձ թվում է որևէ նորմալ մարդ։ Բնականաբար, եւ դժում են մարդկային սովորական ապրող բնակիչները։ Եվ կարևորագույն բանը, որը կանեի Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիների համար։ Նորմալ սնունդ։ Առողջ։ Այո։ Օրգանական։ Առանց գեմեոների, առանց անհասկանալի հավելումների, ես կարծում եմ, որ մարդու առողջությունը ամենից վեր է, եւ սննդի քանակը չի կարևորը, այլ սննդի որակը, եւ կարծում եմ, որ կոնկրետ Կալիֆոռնիան բոլոր համային հետաքրքրություններով հանդերձ ունի այս խնդիրը։ Շատ մեծ ունի այս խնդիրը իրականում։ Ինքս ապրելով այստեղ հասկանում եմ, որ տարական վարունգը ուտելուց հասկանում ես, որ այդ վարունգն էլ վարունգի նման չի։ Ամեն դեպքում ոչ մի վիտամինային համալրում քեզ չի կարող տալ այն, ինչը դու կարող ես ու պետք է որ ստանաս սովորական սննդի միջոցով։ Ու նորից այդ քանակը ուտելիքային միայն վնասում է մարդու կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու առողջությունը եւ կարելի է նորմալ չափսերով արդեն դա մատուցել ու այդ նորմալ քանակի մեջ նորմալ որակի սնունդ ապահովել։ Այս այդքան բան կանեի մի օրում մի քիչ շատ եղավ։ Չէ, շատ չեղավ, կասնենք։ Չէ, կասնենք, հաստատ շատ շնորհակալ։ Ու մեկ էլ կհանդիպեի մի քանի շատ հայտնի ու հետաքրքիր դերասանի հետ։ Ուզեիք հանդիպեի օրինակ, չէ՞։ Բայց կանեի այդ օգտվելով էլի պաշտոնեական դիրքից, հա, կզանգեի, կասեի, բերեք ինձ մոտ էս ինչ մարդուն, հետները կշփվեի, ընտիր մի քանի լավ գիտնականի ու դերասանների հետ, ու վերջ։ Ու հա, ու կհրավիրեի երեկոյան ստինգին ու կվայելեի նրա երաժշտությունը։ Պաշտոնեական չարաշահումները իհարկե կան։ Թող դա լինեն պաշտոնեական չարաշահումները, այս հաճելի նոտայի վրա կուզեի ասել շատ շնորհակալ եմ Նազենի ջան, իրականում շատ զգացված եմ, անհամբեր սպասում ենք ձեր մյուս ստեղծագործական երեկոներին, ինչու՞ չէ միգուցե թատրոնով այստեղ այցելեք, միշտ իմացեք, որ մեր աջակցությունը ունեք։ Շնորհակալ եմ Լուսի ջան, ինձ անասելի հաճելի էր եւ ձեր ներկայությունը, ձեր փաստաբանական գրասենյակի ներկայությունը իմ կյանքում
Այդ օրը եւ մանավանդ հիմա զրույցը, այս շատ կարեւոր ոդկաստ է ու անպայման արեք հարցեր, թեկուզ գրանցված գրված հարցերով կամ ուղիղ եթերներով ու օրենքով բացատրեք մարդկանց ինչը չանեն, որովհետեւ շատերը գալիս են այդ ոսկե փայլ Ամերիկայի հետևից եւ գերի են մնում, որովհետեւ օրինախախտ են դառնում ու չեն կարողանում վերադառնալ իրենց երկիր։ Եվ դա ինձ համար շատ ցավալի կետերից է։ Այո։ Հետո որ տեսնում ես արդեն 5 տարի էլ 10 տարի էլ մարդը մնում է, արդեն սովորում է, էլ վերադարձի կամուրջներն էլ են այրվել, էլ կամք ու եռանդել չունի։ Դրա համար ձեր օրենքով էմիգրացիոն հստակ օրենքները բացատրելով շատ մեծ ու կարևոր գործ կանեք։ Անում ենք, փորձում ենք անել, փորձում ենք տարբեր փաստաբանների հրավիրել, քրեական ոլորտում, ընտանեկան ոլորտում մենք քրեականը մեզից անպակաս է։ Այո, որովհետև այդ քրեականն էլ հենց բերում է նրան, որ իմիգրացիոն խնդիրներ են ունենում եւ այդ այնց տարիներ շարունակ մնում են եւ այո չհասկանալով, դրա համար մեր երկրորդ հենց podcast եղել է քրեական փաստաբանի հետ, առաջինը իմիգրացիոն, որ այդ podcast-ը շատ տարածում է գտել, որովհետեւ բոլորը չէին տեղյակ, որ եթե անգամ ինչ որ մանր մի բան դու քրեական քո վրա հանցանք ունես, զանցանքին սկսած զանցանքից միգուցե տարիներ շարունակ զրկվես ունենալ այդ ցանկալի green card անձնագիր ԱՄՆ-ի, որն էլ որ քեզ կտա հնարավորություն վերադառնաս երկիր։ Եվ շատ այս վերջի 3-4 տարիների ընթացքում շատ էր այդ, որ դե լավ Ամերիկա անենք ով պետք է իմանա, եւ հետո 1 տարի 2 տարի անցնում էր ու իրանք հասկանում էին, որ մեծ խնդրի առաջ էին, փորձում ենք մաքսիմալ մենք տանք անվճար ու ճիշտ մարդկանց մասնագետների կողմից խորհուրդներ եւ իհարկե կավելացնենք այդ on-line հարցերը շատ հետաքրքիր կլինի կարծում եմ։ Ձեր YouTube-ի անունը ինչ է։ Talks with Lucy։ Talks with Lucy։ Ես առաջարկում եմ, որ նաև հարցերը գրեն մեկնաբանությունների բաժնում, ովքեր որ չեն հասցնում եթերները դիտել նախապես կամ բան, եւ դա կօգնի ձեզ համախմբելու ընդհանուր ու տարածված հարցերը ու պատասխանելու նաև այդ ձևաչափում։ Այո, լավ կլինի։ Շնորհակալություն Նազանի ջան։ Շատ շնորհակալ եմ երեխեք ջան։